просматривал наши позиции. Все это как мы планировали по нефти и золоту. А есть новости по Шанхай Инвестмент? На рынке ходят слухи насчет потенциально крупного инвестора. Думаю, это наши корейцы. Если сделка состоится, акции взлетят. Ладно, Дим. А если информация не подтвердится? Тогда нужно будет срочно выходить из позиции. При малейшем спаде будем продавать. Понятно. Дим, я сегодня улетаю из Москвы. Я тебе скину мой новый номер телефона. Звони, если будут изменения. Все понятно. Будем держать руку на пульсе. Ладно, пока. Да. Тигран Христофорович, Христофор Мацакич просил вас зайти к нему. Хорошо. Что-нибудь еще? Нет, то есть да. Вам очень идет этот цвет. Спасибо, Ангелина. Звал пап? Հա, նստի տղա ջան։ Ես հենց նոր իմացա, որ դու մի ամսով գնում ես Երևան։ Եվ ոչ թե մեր ինքնաթիռով, այլ սովորական չվերթով, հա։ Կարելի է իմանալ ինչ նպատակով ես գնում Երևան։ Անգելինա, ոնց մարդ չթողնեք ու խմելու սառը բան բերեք։ Լավ։ Ես գնում եմ ամուսնանալու։ Վերջապես։ Սպասի կռահեմ։ Արմենակի աղջիկը չի։ Չէ։ Ուրեմն լայերտի չի միջնեկնա։ Ինքն էլ չի։ Դու լավ ոնց դվում եմ։ Դու ասա ով արցնացան, հմ։ Չգիտեմ։ Այսինքն Հարսնացու չկա, պապ։ Ես գնում եմ Երևան հարսնացու փնտրելու։ Սովորական չվերթով։ Գրպանումս ընդամենը $2000։ Նույնիսկ թողնում եմ իմ սիրած հեռախոսը ու իմ ամենասիրելի ժամացույցը։ Պապ, Երևանում ոչ ոք չպետք է իմանա, որ ես միլիարդատեր Քրիստոֆոր Փարոյանի որդին եմ։ Քո կարծիքով սա հարսնացու փնտրելու լավագույն ճանապարհն է։ Կյանքի փորձը ցույց է տալիս, որ հա։ Ում կյանքի փորձը, Տիգրան։ Քո կյանքի փորձը, պապ։ Հիշում ես, երբ ծանոթացար մամայի հետ, գրպանումդ ինչքան փող կար, մենակ անկեղծ։ 12 ռուբլի։ 12 ռուբլի։ Ու այս ժամանակ դու քշում էիր քո լեգենդար Կարմիր ջորին, չէ՞։ Անցել է արդեն 25 տարի, պապ։ Բայց մաման քեզ սիրում է հենց այդ օրվա պես, երբ քո գրպանում ընդամենը 12 ռուբլի կար։ Ու այն նկարը, որտեղ որ դու քո Կարմիր ջորում հենված ես, մամայի ամենասիրած լուսանկարն է։ Ամենակարևորը տղա ջան, որ դու երջանիկ լինես։ Պապ, ես գիտեի, որ դու ինձ կհասկանաս։ Իսկ քո գնալը չի խանգարի որսայի գործերին։ Չէ, պապ, ես Դիմայի հետ ուղիղ կապի մեջ կլինեմ։ Հայ, ես արդեն գնում եք։ Մինչև Երևան հասնելս։ Հետ մի հատ փորձեք, եթե չլինի մենք դրա մեծ ռազմերն ունենք։ Հա շրջան։ Ես մի քանի օր գնում եմ, մեքենան մոտով կմնա։ Լավ։ Տներս դուրս նոր եմ ռեգուլերով կարը։ Մեկ աշխատի մինչև վերադառնալը շինշին լան ծախես։ Բերավ շրջան։ Ոնց որ ձեր բերով կարած լինի։ Այսպիսի ինտերիեր է առաջարկում մեր ընկերությունը ձեր բնակարանի համար։ Լավ է, շատ լավ է։ Այստեղ լինելու է բուխարին, իսկ վերևում ձեր պատվիրած վագրերով արձանները։ Իսկ ինչքան ժամանակում դուք կստանաք այս ինտերիերը։
Առանց վագրերի 2 ամսում։ Իսկ վագրերով։ Վագրերով 4 ամսում։ Եկեք վագրերին հանենք եւ կանգ առնենք 2 ամսվա վրա։ Ներողություն, իսկ սա ինչ կանաչի է։ Դա Վրաստանի ծնեփակն է, բալես։ Վրաստանի ծնեփակ։ Շատ լավ, շատ լավ։ Ու թաթել Վրաստանի ծնեփակ։ Հիմա կդնեմ։ Այս գեղեցիկ ծաղկեփունջը ձեզ։ Ինչ գեղեցիկ ծաղիկներ են։ Ստորագրի խնդրեմ։ Մատորից ձեն ա գալի, մի հատ լսի տես ինչ ա ասում։ Գուգ լուրջ ես ասում? Կծխկվեմ։ Մարի, վրույր եմ յուր շապատ ամուսնանում ա, էդ ձեր ցուցակից ջնջեք։ Վրեժին էլ ա պետք ջնջել։ Ինչ վրեժ։ Այն 2009 թիվ սպիտակ ռենջ սպորտը։ 04 ՏՏ 004։ Նիսկի պրոֆիլ բանտաժներովը։ Պատվականիչի տղեն։ Ինչ պատվականիչ։ 2010 թիվ սև Պորշկային տուրբո է 04 ԼՏ 004։ Ու ում է դա ամուսնացել։ Թինայի։ Գուգ մի րոպե, են Թինայի։ Են Թինայի։ Հալալա Թինային։ Գուգ, դու են Թինային ճանաչում ես։ Ապշում եմ։ Ոնց է այդ Թինան կպցրել։ Պատվականիչի տղեն 2009 թիվ ռենջ սպորտ։ Նիսկի պրոֆիլ բանտաժներով։ Լավ Սյուզի, ամեն ինչ այդքան էլ վատ չի։ Մի օր էլ մեր բախտը կբերի։ Չէ Մարի, ամեն ինչ շատ վատ է։ Ես անորը հաշվում եմ մեր ամուսնանալու հավանականության տոկոսը։ Հայաստանում ապրում է մոտ 300,000 25-ից 30 տարեկան տղամարդ։ Նրանցից 1%-ն է հարուստ։ Տակը մնում է 1000 տղամարդ։ Ըստ վիճակագրական տվյալների, նրանց 70%-ը արդեն ամուսնացած է։ Մնաց 300 տղամարդ։ Դրանցից հանում ենք արվամոլներին, չաղերին, քաչալներին, տնամոլներին, Հասոտ մեջքովներին։ դրանց էլ տակը մնում է 10 տղամարդ։ Գու, քո մեջքին մաս կա։ Այդ 10-ից 2-ը ոնց էլ չլինի բութ են, մնաց 8։ Այդ 8-ից հանում ենք վրեժին ու վրույրին 6։ Երեխեք, 6 տղամարդ, մոլորակում ապրող 3 միլիարդ տղամարդուց։ Աղջիկ ջան, դու մի անհանգստացի, այդ քո ցուցակը չի։ Գուգ, դու հազվագյուտ տղամարդ ես։ Golden Tulip, այդ է որտեղ քեզ կգտնեն Տիգրան Փարոյան։ Գուգ ինչ Խորվաթիա, միանշանակ Կուբա։ Գիտես չէ, Գուգեն լուսային կնենց բաներ պատմեցին, մեջքի վրա ունգա գետնին։ Կյանք մի խոսքով ֆանտաստիկա է։ Կգնանք, լավ կհանգստանանք, ֆիլոսոֆիայից ինչով ենք Հեռախոսը։ Գուգ, ընկիր կհանգստանանք։ Կարևորը լավ ժամանակ կանցնենք։ Ալո։ Վիկի, Անգելինան, լսի, ես քեզ շատ կարևոր բան եմ ասելու ու դու քո հիմար հարցերով ինձ չես ընդհատում։ Լսի,
Քրիստոֆոր Մացակիչի տղան Տիգրանը գալիս է Երևան ու գալիս է գաղտնի, որ Երևանում ոչ ոք չիմանա, որ Քրիստոֆոր Փարոյանի տղան, միլիարդատեր Քրիստոֆոր Փարոյանի տղան գալիս է Երևան հարսնացուկ խնդրելու։ Լսում ես, սենց բան կյանքում մի անգամ է լինում։ Իմ կյանքում չի եղել, Վիկի, դու չես կարող այս շանսը ձեռքցդ բաց թողնել։ Եթե մորքրույս աղջիկը չլիներ, այսքան բանը չէի ասի։ Դրա համար դու անում ես երկու բան։ Առաջինը Ռադես անումը քո հետ Google կոչվածին եւ երկրորդ հենց հիմա հագնվում ես ու գնում ես Golden Tulip հյուրանոց, հասկացար։ Վիկի։ Վիկի։ Հա։ Լիզիանդուս։ Ճիշտ է։ Իսկ ես մեկը։ Բալինոպսիս։ Այս մեկը հաստատ չես իմանա։ Հիդրոգեա կամ գորտենզիա։ Երեխեք սենց գրասը կկրվեք, մի քիչ ավելի հետաքրքիր ծաղիկներ պահեք։ Սարերի հոտը մի անգամից զգացի։ Սարի սմբուլ, ճիշտ եմ։ Կներեք ես, մենք… Ինչի այս պատվերը ստեղ։ Ես ուղղակի պետքա… Սա մեր մշտական հաճախորդի Ստաս Վալերյանիչի պատվերն է։ Կտանես այս խմիչքի հետ միասին։ Գիտես ինչ խմիչք է։ Այս խմիչքը 1909 թվականին համարվել է Նյու Յորքում համար 1 վիսկին եւ այն խմել են միայն Նյու Յորքի մեծահարուստները։ Եվ գիտես ինչու։ Ինչի։ Որովհետև միայն Նյու Յորքի մեծահարուստները կարող էին իրանց նման հաճույք թույլ տալ։ Հասկացար։ Գիտես ինչի համար եմ այսքան երկար քեզ բացատրում։ Որպեսզի զգուշ տանես։ Հասկացար։ Ու մի բան էլ։ Ստաս Վալերյանիչը խնդրեց, որ այս ամենը փոխանցելիս անպայման ասվի քեզ սիրող Ստասիկից։ Հասկացար։ Հասկացա։ Դե գնա։ Իսկ դուք էլ աշխատեք, մանկապարտեզ եք սարքել էստեղ։ Տիկ։ Արևդ մոռացար։ Գրեգ, դու կարաս հասկանաս, որ մեր մեջ ամեն ինչ վերջացել է։ Դու շատ լավ գիտես պատճառները ու պետք չեն ավելորդ խոսքեր, որտեվ դու դրանցով ոչ մի բան իմ մեջ չես փոխի։ Չես փոխի, որտեվ ոչ մի բան էլ չկա։ Գրեգ, լավ, սպաղված եմ, հետո կխոսենք։ Ալո։ Բարև, քուրիկ ջան։ Ասա Մարի։ Քուրիկ ջան, կգաս մեր հետևից։ Ես զբաղված եմ, Մարի։ Լավ էլի, քուրիկ ջան, Սյուզի ավտոն փչացել է, շատ եմ խնդրում, արի էլի։ Լավ, կգամ։ 10 րոպեից կլինես։ Մարի, դու տաքսի ծառայություն չես զանգել, որ 10 րոպեից մեքենա ես պահանջում։ Այս հիանալի ծաղկեփունջը ձեզ։ Ինձ։ Այո։ Ձեզ սիրող Ստասիկից։ Ումից։ Ստաս Վալերյանիչից։ Դու ինձ ծաղիկ ես բերում, արա։ Դու ես տղուն ծաղիկ ես բերում, արա։ Ստասիկից, արա։ Ապետ դու ներաժ։ Վայրենչ կատարեց Մոսկվա-Երևան չվերթը իրականացնող ինքնաթիռը։ Արև աղբոր տղա։ Բարև ձեզ, Գարիկ Արմենակը։
Մակրիչ։ Հարև ու բարի գալուս Տիգրան ջան։ Ձեզ պապանա զանգել։ Ինձ պապան նախատուշացրել է, բայց ոչ ոք չի իմանալու։ Այդ անջատեք։ Կներեք Գարիկ Արմենակովիչ, բայց ես ստիպված եմ հրաժարվել ձեր օգնությունից։ Ո՞նց է հրաժարվել։ Այդտենց ոնց, բա ոնց տես Տիգրան ջան։ Ես առաջին անգամ չեմ Երևանում, գլուխ կհանեմ։ Այդ հասկացա բայբալա ջան, բայց քո պապայից ի՞նչ պատասխան պիտի տա։ Ես պապային կասեմ, որ դուք ինձ դիմավորել եք ու ուղեկցել եք հյուրանոց։ Առայժմ։ Տիգրան։ Տիգրան։ Այդ ներսրեք արա։ Ուրա պետք, Քաղաք կտանեք։ դու պրոբլեմ չունես։ Ja, լավ եք, արինատ օգնի։ Դիատիկ, պետք չարվե։ Ստասիկի պատմերն էր։ Պետք է տանեի հրաչա քոչար, սխալվեցի տարա Երվանդ քոչար։ Ինքն էլ նոր էր բերդից դուրս եկել։ Ով քոչարը։ Սղոցը։ Լավ էս բարձանեն գնանք դրան տենենք։ Չէ, անիմաստ է, այնտեղ նայելու բան չկա։ Չէ, քեզանով զբաղվել է պետք։ Թե չէ դու լրիվ մեղու ես դառը։ Շատ եմ, չէ, աշխատում։ Չէ, սաղ օրը ծաղիկների մեջ ես։ Իսկ իրականում ես կյանքում մի հատ շատ հետաքրքիր բան կա։ Իրանք են տղամարդու կյանքի իմաստը։ Իսկ դու ես հաստատ գիտեմ դաժե նորմալ պատճվել չգիտես։ Գիտեմ։ Ցույց տու։ Stop the things you do. What's up? Because you're mad. You're mad. Տիկ, ինչ ես անում։ Բա դու ինչ ես անում։ Քեզ տեղափոխում եմ էվոլյուցիայի մյուս փուլ։ Իսկ մարդկային լեզվով ասած քեզ իսկ մարդ եմ սարքում։ Բայց ես առակում ունեմ հիմա։ Պատկերացնում ես, Տիգրանը մացակիչի միակ որդին է։ Ավարտել է Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետը։ Հիմա հոր աջ ձեռքն է։ Ու ամբողջ ունեցվածքի միակ ժառանգորդ է։ Ու ինչքան այդ մացակիչի ունեցվածքը։ Եսի։ Մացակիչը գտնվում է 14-րդ տեղում։ 3 միլիարդ 200 միլիոն։ 3 միլիարդ 200 միլիոն։ Դուք 3 միլիարդ 200 միլիոն դոլարը դրամով ինչքան է անում։ Արևիկ երեխեք, դուք մեքենան եկավ։ Հիմա կգնանք քո առաքման հարցերով, հետո արդեն իմ ասած տեղը։ Տիկ, դու գիտես ինչով է տարբերվում Mitsubishi Galant-ը լիֆտից։ Չէ, ինչով։ Լիֆտը ունի 3.8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ։ Լիֆտը ունի ABS ու cruise control։ Լիֆտը ունի touchscreen monitor։ Լիֆտը ունի Bluetooth հեռախոս։ Կարող է շեֆի ավտոն ուզում ես ծախես վրես։ Չէ։ Ուզում եմ որ դու հասկանաս, որ այս ավտոն լիֆտ չի, դռները մի ջարդի։
Արևիկ ջան, ավելի արագ հնարավոր է։ Չէ, հնարավոր չի։ Լսի աշխարհով դու քո ինտերիեր դիզայնով։ Զարմանում եմ ինչի՞ ես կյանքիդ լավագույն տարիները նվիրում աշխատանքին։ Մանավանդ որ պապատ ձեզ ամեն ինչով ապահովել է։ Չեմ հասկանում։ Արևիկը չի ուզում հետ մնալ իր աշխատասեր ընկերոջից։ Նախկին ընկերոջից։ Ոնց։ Արևիկը գրեգից բաժանվել է։ Մանի բաժանվել է։ Այո, մեզ հարուստ փեսացու պետք չի։ 4 սենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում, լավ մեքենա, խոշոր ընկերության փոխտնօրեն, մեզ պետքա աշխատասեր բանվորիկ, որ սիրի Արևիկին ամբից ու ամբասիր սիրով։ Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, զգալ որ դու կաս եւ լինել հեռու, երկրպագել քեզ առանց սիրվելու, երազել միշտ քեզ, լինել քեզ օտար։ Դու Տերյան լավ չես կարդում։ Չէ, ես Տերյան ընդհանրապես չեմ կարդում։ Ես նախընտրում եմ Richist։ Պատկերացրու, այստեղ էլ են պոետիկ տողեր հանդիպում, մանավանդ 14-րդ տողը, որտեղ հանգրվանել է Քրիստաֆոր Փարոյանը։ Ես ճիշտ է չգիտեմ ինքը կարդում է Տերյան թե չի կարդում, բայց ինքը հիմա ունի 3 միլիարդ 200 միլիոն եւ ընդամենը 1 տող է։ Ապեջան, էդի ձերով պայս չի աշխատում։ Բա Մոսկվա թափով հայրիցում ես ճանաչում։ Մացակի չնգիտես։ Քրիստոֆոր Փարոյանին։ Դե ես իրան անազգաննով տես չգիտեմ, ես իրան մացակի չեմ ասում։ Բա իրան որտեղից գիտեք։ Բա կարող է ես ամբողջակ տաքսի եմ քշել։ Ես ու մացակիչը Մոսկվայում գիտես ինչ են կարել։ Մացակիչը իմ այս սենց չի։ Հավատում եմ ուղիղ գնա։ Հանգիստ, ես որ սերեմ դու հանգիստ ես։ Մացակիչի տղեն որ գալիս է Երևան, չէ, ինձ ազանգում։ Թեբարուծիկ ձե արի, ես է գնում եմ ջորիովս դիմավորում ու տանում եմ հյուրանոց։ Ոչ ոքի դավերյա չի անում, հա, ես դրա կյանքին մեռնեմ։ Հանգիստ։ Բա Փարոյանի տղանուն ինչ էր։ Մացակիչի։ Հա։ Մացակ։ Մացակ։ Ուհու։ Մացակ։ Արա կատուները գիշերները ոռնում են, ակլորները հավերին լարում են, սիրամարգերը պոչերն են բացում։ Լուբոյ շնչով էակ մի բան անում է, որ հասնի իրա սիրուն։ Ցանկացած կենթանի շունչ սեր է ուզում։ Բացի քեզնից։ Ես ժամանակ չունեմ։ Լիկո, թիթեռները մի օր են ապրում, բայց մեկը դրա համար ժամանակ գտնում են։ Ինձ եկյատն մի պապ։ Այո, ինչ ես առաջարկում։ Այս առաքումդ վերջացնում ես ու գնում են կամի կլաբ։ Անդե դու քնություն ես հանձնում։ Ինչ քնություն։ Սիրայետման տեսություն եւ ժամանակակից մեթոդոլոգիա։ Մի խոսքով աղբերս մեր քաղաքում ամեն ինչ նորմալ է։ Մենակ են բաներն են շատացել։ Համասեռատուները։ Դրանցից զգուշ կլնես, հա, հենց իմանում են նոր մարդայքի հյուրանոց թիթեռնիկի նման լցում են սենյակը։ Դու լուսամուտ փակ կպայես, նորմալ է։ Լավ, շնորհակալություն։ Եղավ դե լավ կաց։ Ես գալու։ 10 րոպեից։ Դե ես ուրեմն միջև այդ մի հատ ինտերնետ մտնեմ։ Ինտերնետ։ Ահա։ Որտեղից։ Այստեղից։ Դիք 3001-ն է, սովոր իմանրից էլի։
Кներես. Вам надо лучше поискать. Я уже час ищу. Нету этого канала. А сегодня наши ребята бьются. Понятно вам, девушка? Не волнуйтесь, сейчас подойдет один из наших менеджеров, и он поможет вам найти этот канал. Ահա թե որտեղ ես հանգրվանել Տիգրան Փարոյան։ Երեխեք գնացին։ Մարի, ինչ։ Հուսով եմ դու չես մոռացել, չէ՞ որ վաղը տատիկի ծնունդն է։ Իհարկե հիշում եմ։ Դու որ ծարկեփունջը պատվիրես, բացիկի ներքևում կդրես։ Սիրելի թորնիկներից, Մարիից եւ Արևիկից։ Լավ քույրիկս։ Я вас слушаю. Прикинь, братан, сегодня наши ребята бьются. Don't worry. Okay. А у вас Катя. I'll take care about it. You are welcome. Բարևձեզ։ Բարեցես։ Ներեցեք, չէիք ասի, որ համարում է տեղավորվել Տիգրան Փարոյանը։ Հիմա 414։ Իմիջիայլոց ես ձեզ պետք է ասեմ, որ 414 համարի հյուրը շատ առանձնահատուկ հյուր է։ Մեր բոլոր հյուրերն էլ առանձնահատուկ են։ Ներեցեք, կարող եմ մի բան խնդրել։ Իհարկե։ Մենք շատ ուրախ կլինեինք, որ դուք այսքանի օրը ասեիք մեզ, թե ուր գնաց, ով մոտը եկավ։ Հասկանում եք։ Ներեցեք, բայց դա անհնար է։ Սա ինչ։ Ինչպես։ Ապկար 5-րդն է։ Ես շատ լավ գիտեմ Եդեսիայի թագավոր Աբգար 5-րդին։ Դա անհնար է։ Երեխեք, որ Աբգար են սեբ X6-ը սրովեց ՍՏ666։ Здравствуйте. Этот прекрасный букет вам. Не? От кого? Там все написано. Идиот. Кто идет? Ваш хачик идиот, кретин. Он же знает, что я замуж вышла и все равно присылает букет. Это муж. Какой муж? Обычный из ЗАГСа. Ну все, карлик, ты труп. В каком смысле? В прямом. Если муж увидит тебя здесь, он убьет тебя. Прыгай с балкона. Ну здесь 3 этажа. А у мужа моего 5 побед нокаутом. Прыгай, я говорю. Ну что, идиот, прыгай! Լավ էլ տեղ ենք նստել։ Ուղիղ 414 սենյակի դիմաց։ Да, я с тобой согласен. Доля риска есть, да, но я не думаю, что акции начнут так быстро падать. Ладно, Дим, я тебе перезвоню. Этот прекрасный букет вам. Ես այրեն հասկանում եմ։ Ինչ լավ որ մենք դուք ինձ կհասկանաք։ Ամեն ինչ չի որ ես կհասկանամ։ Ստիպված եմ ձեզ հիասթափեցնել, ես նախընտրում եմ կանանց։
Դուք ինձ սխալ հասկացաք, ես թյուրիմացության պատճառով եմ հայտնվել այստեղ, ես ծաղիկների առաքիչ եմ, կողքի սենյակ պատվեր էի բերել, բայց կողքի սենյակի ամուսինը շատ խանդոտ էր, ինքը բոյով, ես վախից ուղղակի պատշգամբից անցա ձեր պատշգամբ ու եթե թույլ տաք ես կգնամ։ Իհարկե։ Բարի գալուստ Երևան։ Երեխեք, են ինքը չի։ Հա էլի, 414-ից դուրս եկա։ Գնում ա դեպի լիֆտ։ Կոպյա հերնա։ Բայց ոնց ա երևում, որ ամբողջ կյանքում միլիարդների մեջ թավալ ա տվել։ Այս տեսարանը ոնց որ մանկությանս հեքիաթից լինի։ Փոքրիկ կանգրահեր հրեշտակը իջնում է վերևից։ Երեխեք, տենաս այդ կանգրահեր հրեշտակը ուրա գնում։ Վախենում ես գնալու տեղ չունեն, հա։ Գնացինք։ Spasi. Երեխեք, այս էլ երևի իրան վարորդն է։ Չէ, չեմ կարծում։ Երևի վարորդի տեղակալն է։ Շատ ջահել է։ Ես կյանքիցս 5 տարի կտայի, որ իմանայի ուրա գնում։ Դե ուր պիտի գնա, ուրել գնա, վերջում մեկը հյուրանոցա վերադառնալու։ Ներեցեք, իմ համարում բանալի են կորցրել։ Այդ տղան ծաղկի առաքիչ էր։ Ես չհասցրեցի նրան կանչել։ Մի անհանգստացեք, մենք անպայման կգտնենք նրան և կփոխանցենք։ Շնորհակալություն։ Գեղեցիկ անուն ունեք, Լիլիթ։ Շնորհակալություն։ Իմ անունը Տիգրան է։ Գիտեմ։ Տիգրան Փարոյան։ Այս կլուբում աղջիկների խտությունը կազմում է 3 աղջիկ 1 քառակուսի մետրի վրա։ Դիվետ կյանք կորեցիս։ Եթե դու այսօր էլ չկարացար գոնե մի աղջիկ կպցնես, մենք գնում ենք Ժենիկի մոտ։ Երկոց չի վասա։ Ինչ Ժենիկ։ Ժենիկը ինչ-որ սև մագիայի գործ է անում։ Ես էլ չջոգի, բայց ոնց հասկացա օգնում է քո նմանների կանանց հարցում։ Մի խոսքով վուդուի անում, դրանց հետո կողքդ ինչքան աղջիկ կա սկսում է մեռնել քո համար։ Դու տես բաների հավատում ես։ Դե կարևորը դու հավատաս։ Գել։ Քիշի, աղջիկը Սվետաֆորա, որը միշտ կարմիրի վրա է։ Ու մենակ քո հայացքից է կախված, ինքը կփոխի կանաչ թե չէ։ Հայացքից։ Մենակ հայացքից։ Դու պիտի սովորես խոստաս հայացքով։ Հիմա մաստեր կլաս կամից հատուկ հորքուրից տղու համար։ Նայեն մեկին։ Հիմա տես, առաջի քո հայացքով դու պտի իրան ասես, արա կյանք դու ես ինչ լավն ես։ Քո հայացքից ինքը պտի լսի այդ բառերը, ցույց եմ տալի։ Հիմա մոռանում ենք այդ աղջկա մասին։ Ոնց։ Տենց, վсё, ինքը էլ գոյություն չունի։ Աղջիկը պետքա շոկե խաշվի։ Միացնում ենք տվայի տանք ու թողնում 15 րոպե։ Վերջում տենում ես ինչ է ստացվում։
Խառնվել է իրար։ Ոնց որ փոխելա դեղին։ Լավ է, հիմա կտրուկ փոխում եք մեր տակտիկան։ Հայացքով նայում իրան ու ասում. «Արա չէ դու բայց ճշտով շատ լավն ես կյանք»։ Ուշադրություն։ Ինչ ասեց։ Իսկ այս ամեն ինչից հետո արդեն մտնում ես բլիժնի բոյ։ Վերջապե աղջիկները պատրաստում։ Հեսա գնում եմ բերեմ մեր սեղան, պատրաստվի։ Երեխեք սա Տիգրանն է, իմիջալոյս ծաղիկների մեծ մասնագետ։ Լուրջ, և շատ հետաքրքիր է ո՞րն է ձեր ամենասիրելի ծաղիկը, Տիգրան։ Օքսալիս տետրաֆիլան։ Նախկինում այն հայտնի էր որպես օքսալիս դեպեի, ընդհանրապես օքսալիսը ունի մոտ 800 ենթատեսակ։ Իսկ իմ կարծիքով ամենագեղեցիկները դրանք օքսալիս տետրաֆիլան է, օքսալիս պուրպուրատան և օքսալիս վուլկանիկոլան։ Մենք երևի գնանք, քեզ հետո կզանգենք, հա? Արեդ ինչ բառ ասիր։ Ես ինչ մեղք ունեմ, որ այդ ծաղիկի անունը տենց է։ Գնում ենք Ժենիկի մոտ։ Մի խոսքով գլուխը չցավացնենք, մեզ պետք է որ Տիգրան աղջիկներին դուր գա մորքուր։ Եթե իհարկե դա հնարավոր է։ Իսկ ավելի կոնկրետ։ Էլ ինչ ավելի կոնկրետ մորքուր։ Ինչ է ընկերոջը հարկավոր աղջիկներից։ Սեր, ամուսնություն, թե անկանոն սեռական կապեր։ Իսկ հնարավոր է սկզբից անկանոն սեռական կապեր, հետո թեթև սեր, այ վերջում արդեն նոր ամուսնություն։ Ձեր ուզածը մի փոքր դժվար է, բայց անհնարին ոչինչ չկա։ Քնար մորքուր։ Մի խանգարի։ Ես պետք է կապ հաստատեմ։ Հավերժական տիեզերքի հետ։ Տասնութ հազար դրամ։ Այդ տիեզերքը այդքան ուզեց։ Հա, ինչի զարմացար, որ պարզ հաշվար կա։ 15,000 անկանոն սեռական կապեր, 2,000 դրամ սեր, ամուսնությունն էլ 1,500, ձեզ 1000-ով եմ տալիս։ Շատ լավ է։
Լավ, մենք համաձայնենք։ Էս ինչ էր։ Սա Կովկասյան անձարյուցի չորացրած կղանքը։ Պատասխանատու է անկանոն սեռական կապերի համար։ Բայց դրանից ամեն մի հոտ է գալիս։ Անձարյուցի կղանքից միշտ էլ համեմի հոտ է գալիս։ Բայց Սա վրացական ծնեպակը։ Այլ կերպ սրան սիրո բանջար են ասում։ Բայց ինչ բանջարա։ Սա ֆրանսիական գորտի չորացրած կաշի է։ Խթանումը ամուսնությունը։ Էս էր ընձառույցը։ Հա։ Կարանք սրանից մի քիչ էլ ավելացնենք։ Տղա ջան, մոխիտո չենք պատրաստում։ Մի խանգարի։ Մելինորտե, վերբալակտիս, ֆելինկորդե, ֆաուստ, դե, ֆակտիս։ Խմելուց հետո քո մեջ կրտնանա տղամարդկային հմայքի մեծ էներգիա։ Կնայես քեզ ցանկալի կնոջ աչքերի մեջ առանց թարթելու 15 վայրկյան։ Դրանից հետո մոգական ուժը սկսում է գործել։ Եվ այն կինը, ում կցանկանաս, քո կլինի։ Չթարթեմ։ Չթարթես 15 վայրկյան։ Եվ այն կանայք, ում որ ցանկացել ես, քոնը կլինեն, քոնը կլինեն։ Որտեղ ես, իմ գանգրահեր սրտակեր։ Դիքեն ուշացանք։ Ամեն Էս ինչ ընձառուցի կղանքի մեջ ենք։ ջուր։ Դուրսը կխմես։ Բանալիներս ու լավ։ Ինչ բանալի։ Արևով բանալիներս։ Ինչ արևտիկ ուշացանք էլ է։ Hell is for the rain at me. Oh, is for the only one I see. Գուգ, երազիս մեջ տերմինատորը ընկել էր հետևիցս։ Ես սենց վազում մտնում եմ կաֆե ինքը հետևիցս։ Մտնում եմ մի հատ մութ պաջեզ ինքը հետևիցս։ Այդտեղ չկա փախնելու։ Ֆռում նայում եմ տերմինատորի դեմքին։ Տեսնեմ դու ես Գուգ, ու այդ պահին վարչությունից զանգ ես ստանում։ Խոսում ես, հեռախոսը անջատում ես, սենց մի տեսակ նայում ես ինձ ու ասում. I'll be back։ Ես չեմ հասկանում, ես Գուգուն խոսելու վարկա հաստացել։ Մեկ էլ ինձով կբացատրի, ինչ ենք այսքան շուտ մենք գնում այդ հյուրանոց։ Որովհետև ինքը գիշերը հյուրանոց չէր եկել։ Չի մանամ ինչ ա եղել։ Երեխեք են ինքը չի։ Էս մի օրում առաքիչ դարձավ։ Մարդիկ մի օրում բարձրագույն կրթություն են ստանում։ Փողին մունատ։ Անգելինան չասեց, որ ոչ մեկ պիտի չիմանա, որ ինքը միլիարդատեր է։ Հենա ինքն էլ ձև է բռնել։ Էս սուրախ գնում։
ոնց որ մտնում է այն կաֆե։ Ինձ մի հատ սառը ջուր մեկ էր սև սուրճ։ Հայ Էմիլ։ Հա, տիկ, թար բանալները։ Չէ, որտեղից։ Չհասկացանք այսօր ես իմ մոտ մնալու։ Լսում ես ինձ տիկ։ Ալո։ Նարարարա։ Էմիլ, հենց հիմա իրեք աղջիկը պասնայում են ինձ։ Ու ինչ։ Աշկի ժենիկի մոխիտոն աշխատում է։ Լսի, դու իրենց նայում ես։ Հա։ Հիշում ես, որ պետք է չթարթես։ Չես թարթում, չէ։ Չէ, չեմ թարթում։ Երեխեք, ինչ կրկոտ հայացք ունի։ Էմիլին մեկը ժպտաց։ Ապետի զնակա, հենց հիմա մոտենում ես իրանց։ Չէ, Էմիլ։ Բարեսերեք 18000 փող եմ տվել չորացած գորտերին ու կրանքներին, որ դու հիմա ինձ ասես, չէ։ Հենց հիմա գնում ես իրանց մոտ։ Էմիլ մոտենամ ինչ ասեմ։ Հասնես իրանց սեղանին կջոգես ինչա պետք է ասել։ Չեմ լսում ձեր քայլերը։ Լավ։ Կարելի է։ Իհարկե։ Ձեր դեմքը մի տեսակ ծանոթ է։ Երևի ձեզ ծաղիկ եմ բերել։ Չէ։ Եթե դուք ինձ ծաղիկ նվիրեիք, ապա ես անպայման կհիշեի։ Ես չեմ նվիրել, ես բերել եմ։ Ես Բրաբյանում եմ աշխատում, ծաղիկների առաքիչ։ Առաքիչ։ Բայց ես աճել եմ մինչև գլխավոր ֆլորիստ։ Եվ վաղուց եք աշխատում Բրաբյանում։ Դե ինչի ջևանից եկել եմ։ Գիտեք, դուք իմ առաջին իջևանցի ծանոթն եք, Տիգրան։ Դուք գիտեք իմ անունը։ Ես հիշեցի, դուք իրոք ինձ ծաղիկ եք բերել։ Կովկասի բնությունը շատ հետաքրքիր է եւ բազմազան։ Այժմ կխոսենք Կովկասյան լեռների առկա Կովկասյան ընձառյուծի մասին։ Կովկասյան ընձառյուծի որցը գտնում է իր եկին կղանքի հոտով։ Զգալով այդ հոտը, որց ընձառյուծը այնքան է հետապնդում եկին, մինչև չի հասնում իր նպատակին։ Կա մի հետաքրքիր հանգամանք։ Կովկասյան ընձառյուծը բազմացման շրջանում գտնում է եւ ուտում համեմի տերևիկներ։ Կներեք, ես պետք է գնամ։ Հա, երևի առաքման։ Այո, դուք կրայեցիք։ Տիգրան, սա իմ հեռախոսահամարն է։ Իհարկե այն մի փոքր դժվար է կարդացվում, բայց մեծ ցանկության դեպքում հնարավոր։ Իսկ սա իմ հեռախոսահամարն է։ Եվ իդեպ, ես այն տալիս եմ միայն այն մարդկանց, ում հաջողվել է դիպչել իմ սրտի լարերին։ Սա էլ Վիկի։ Գուկ կներես, մի քիչ շեղվեցի։ Տիգջան, գիտես ինչի է զանգել, քանի տիկին Շուշանը այստեղ չի, մի 15 րոպեով տեղս մնա գնամ գամ էլի։ Իհարկե։ Վայ, մերսի Տիգջան։ Ես հոգնել եմ կրկնել, որ մեր մեջ ամեն ինչ վերջացել է։ Որովհետև կան կյանքում ավելի կարևոր բաներ, քան առավոտից իրիկում փող աշխատելը։ Լավ, Գրեգ, խանութ եմ մտնում, չեմ կարողանում խոսել։
Կներեք, ես ձեզ չեմ խանգարում։ Չէ, ուղղակի բարձր երաժշտությունը շատ օգտակար է ծաղիկներին։ Նրանք ավելի թարմ են մնում։ Իսկապես։ Ուղղակի լինելով գլխավոր ֆլորիստ դիզայները, ես պարտավոր եմ ուսումնասիրել այս բնագավառի նորամուծությունները։ Դուք գլխավոր ֆլորիստն եք։ Այո։ Ուրեմն հենց դուք էլ կօգնեք ինձ ընտրել ծաղկեփունջը։ Այ կարող եք ընտրել այս կարմիր վարդերով, որոնք խորհրդանշում են կրքոտ ու անսանձ ցանկությունները։ Ծաղկեփունջը տատիկիս համար է։ Ահ, տատիկի համար է։ Լավ, այդ դեպքում ուրեմն պետք է ընտրություն կատարենք ավելի բաց գույների մեջ, որովհետև պատկառելի տարիքի կանանց ընդունված չեն վիրել մուգ գույնի ծաղկեփնջեր։ Սակայն պետք է հրաժարվենք նաև սպիտակից, որովհետև այն հարսնացուի համար է ամեն դեպքում։ Օրինակ, սա իդեալական է, ես կարծում եմ, որովհետև Վանդան դա ընդգծում է կնոջ խորհրդավորություն, իսկ գերբերաները դրանք երջանկության սիմվոլն են։ Համոզիչ էր։ Ուրեմն կվերցնեմ հենց սա։ Իսկ ինչ մաղթանքներ կուզեք գրել բացիկի մեջ։ Չգիտեմ, ինչ որ Փորձեմ ձեզ օգնել։ Օրինակ, կարող է լինել այսպես մաղթում եմ քեզ խինդուծի ծախ, երկինք կապույտ ու միշտ խաղաղ, տողերը այս սրտի խորքից, քո սիրելի, ինչ է ձեր անունը։ Արևիկ։ Քո սիրելի Արևիկից։ Բայց պետք է լինի Արևիկից ու Մարիից։ Դեպքում կարող ենք այսպես անել խորքից սրտի, Արևիկի և Մարիի։ Ստացվեց։ Դուք շատ գեղեցիկ անուն ունեք։ Ես շատ եմ սիրում այդ անունը, Արևիկ։ Դուք չեք չափազանցնում։ Իհարկե չէ, ես նույնիսկ բրելոկ ունեմ, սենց արևի տեսքով, ուղղակի երեք բանալիիս հետ կորցրեցի։ Շատ մի տխրեք։ Ինչպես ասում է տատիկս, արևը միշտ վերադառնում է, այնպես որ ձեր արևն էլ մի օր կվերադառնա։ Շատ շնորհակալ եմ։ Հաջողություն։ Ես կյաժունը, ես գլամուրը։ Առաջինը հանդիպում ես գլամուրի հետ։ Բայց ինչի գլամուրի։ Սիրտս վկայում է ինքը բոցերա տալի։ Որ ճիշտն ասեմ, ես վախենում եմ Էմիլ։ Ինչից, բոցերից։ Բոցերից, կյաժուներից, ամեն ինչից։ Դու գիտես, ես իմ կյանքում 2 անգամ եմ հանդիպան եղել, երկուսն էլ անհաջող։ Ես չգիտեմ ինչի մասին իրանց հետ խոսամ։ Ես մեծ լավ միտք ունեմ։ Էմիլ, դու ինձ լավ ես լսում։ Հա, իսկ դու։ Ձեր զանգը կընդհատվի, քանի որ ձեր հաշիվը սպառված է։ Ապես կանք։ Արատիկ իմանաս ինչ փորձանքից ենք պրծել։ Ես պատրաստ եմ։ Ես էլ։ Գնացի։ Привет։ Այս գեղեցիկ ծաղկեփունջը ձեզ, քեզ։ Շեն շող է։ Ներս անցիր։ Last night in my room,
շիվաս 25 1909 թվականին Նյու Յորքում համար առաջին վիսկին էր համարվում եւ խմում էին միայն Նյու Յորքի մեծահարուստները իսկ գիտես թե ինչու որովհետև Նյու Յորքում միայն մեծահարուստները կարող էին թույլ տալ իրենց այդպիսի հաճույք ես սիրում եմ Իջևանը ես էլ ականջակալը չի խանգարում ես զանգի եմ սպասում Իջևանյան սովորություն ինձ թվում էր թե դու չես զանգի Ասա ես ուղղակի կարողանում եմ զսպել իմ զգացմունքները Ես ուղղակի կարողանում եմ զսպել իմ զգացմունքները Ես հասցրել եմ դա նկատել Ասա իրականում ես ամենասկզբից է նկատել էի քո հայացքը Իրականում ես ամենասկզբից էլ նկատել էի քո հայացքը Իրոք Սպաս Ասա իրոք Իրոք Ասա քո աչքերում շատ բան կար Ես ուղղակի ուզեցի բացահայտել քո հայացքի գաղտնիքը Քո աչքերի մեջ շատ բան կար Ես ուզեցի Բացահայտել քո հայացքի գաղտնիքը Բացահայտել քո հայացքի գաղտնիքը Բայց դա այնքան էլ հեշտ չի Ասա եթե հեշտ լիներ ես քեզ չէի զանգի Եթե հեշտ լիներ ես քեզ չէի զանգի Կյանքը այնքան կարճ է Արի ժամանակ չկորցնենք Դու դանդաղ արձակում ես իմ կոճակները Հիմա էլ քանդում ես գոտին Սիրելիս մենք ֆուտբոլ չենք խաղում Մեկնաբանությունների կարիք չկա Լավ Հենց նոր ենք Մոսկվայից բերել Հենց նոր ենք Մոսկվայից բերել Ինքը անհամբեր սպասում է երբեք դուք նրան փորձելու Ու ինքը անհամբեր սպասում է թե երբեք իրան փորձելու Իմիջալոց սրա մեզ չափսն է ունենք Ոնց էր Շատ լավ Ահա որ էր Դուր եկավ Ինքը միացած էր Ես հիասթափված Չքան տևեց Ժամ ու կես, 2 ժամ 1 րոպե 12 վայրկյան Բայց դու ոնց էր այդքան երջանիկ չես տիկ Չէ Էմիլ ես այդքան էլ երջանիկ չեմ Բայց դու ոնց որ շատ երջանիկ ես Այո Ես երջանիկ եմ Մի այլ կարգի Ռեսելի Ստասիկից ինչքան կարելի է Ես սխալվել եմ երևի բացեստի հետ հաստատ Спаси Գրահեմ, Գազան Ստասիկից, Ստասիկից Դե դու չարաչիչի, ում ես սպասում Այստեղ էր ստորագրեք խնդրում
Վերջ։ Բայց դու էլ վատը չես։ Քոթոթ։ Ասա Գրեգ, ես քիչ ժամանակ ունեմ։ Արևիկ ջան, գիտես ինչի մասին էի ուզում խոսել։ Կներես։ Ալո։ Այդ պայմանագրերը ոչ մի տեղ չուղարկես, մինչև ես չնայեմ։ Չէ, մի հատ հաշիվների մասն եմ ուզում նայեմ։ Լավ, դե ես մի կես ժամվա գործ ունեմ, հետո քեզ կզանգեմ։ Հուսով եմ սա իմ ու քո վերջին կես ժամն է։ Արևիկ ջան, մի նեղացի, ես իրոք շտապում եմ։ Գրեգ, ես քեզանից չեմ նեղանում։ Մանավանդ հիմա, երբ մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Բայց ինչի ես տենց ասում։ Ես քեզ սիրում եմ։ Կներես։ Հա, Սամսոնյան։ Չէ, քո փոխանցումները մի շաբաթ են լինելու։ Դե գիտես, այդ ինձանից կախված չի։ Լավ, կփորձեմ մի բան անել, որ արագացնեն, հա։ Ինչի վրա կանգառանք։ Կարևոր չի։ Հա, հիշեցի։ Մենք մոտորերս պրեզենտացիայի պետք է մասնակցենք։ Դու իմ տեղը որոշել ես արդեն։ Ինչի ես իրավունք չունեմ փոքր որոշումներ կայացնեմ այն մարդու փոխարեն, ում սիրում եմ։ Ես չեմ ուզում, որ դու ինձ սիրես։ Իսկ ով ես ուզում, որ քեզ սիրի։ Ով պատրաստ կլինի իմ համար անսպասելի ու արտասովոր արարքների, ով կզարմացնի ինձ Գրեգ։ Իսկ դու Արևիկ, ընդունակ ես արտասովոր ու անսպասելի արարքների։ Թե քեզ միայն պետք է, որ քո կողքի տղամարդը դառնա ծաղրացու ու կատարի քո բոլոր քմահաճույքները։ Կանգնի Գրեգ։ Արևիկ, ամեն ինչ նորմալ է։ Կանգնի ասում եմ Գրեգ։ Արևիկ, հանգստացի։ Դու հարցնում ես պատրաստ եմ ես անսպասելի արարքների, հա։ Կանգնի Գրեգ։ Արևիկ, դու գժվել ես։ Բարև։ Հիշում եք ինձ։ Արևիկ իմ սիրած անունն է, ես չէի կարող ձեզ մոռանալ։ Հիմա դուք զբաղված եք։ Գիտեք ինչ էի հարցնում, եթե ազատ եք ձեր մոտոյով մի քիչ քաղաքով շրջեինք, այդ իմ երազանքն է եղել, ուղղակի երբեք չեմ համարձակվել ասել։ Լավ։ Sunny. Yesterday my life was filled with rain. Sunny, you smiled at me and really eased the pain. Now the dark days are done and the bright days are here. My sunny one shines so sincere. Sunny one so true, I love you. Sunny, thank you for the sunshine bouquet. Sunny, thank you for the love you brought my way. You gave to me your all in all, and now I feel 10 feet tall. Sunny, one so true, I love you. Sunny, thank you for the truth you let me see. Sunny, thank you for the facts from A to Z. My life was torn like windblown sand. Then a rock was formed when you held me. Ես հիանալի օր անցկացրեցի։ Ես էլ։ Շատ շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։ Լավ դե ես գնացի։ Արևիկ։ Հա։ Ես իմ աշխատանքը վերջացնում եմ ուղիղ ժամը 6-ին։ Ու ինչ։ Ու այն որ 6:30 ես ազատ եմ։ Դու ինձ ժամադրում ես։ Չէ։ Հա։ Եվ որտե՞ղ։ Հələ չեմ որոշել։ Ուրեմն դու ունես 24 ժամ որոշելու համար։
Sunny, I love you, привет. Sunny, I love you, I love you. Փաստորեն ընձառուցի կղանքը աշխատում է։ Ինչ կղանք, ես գտել եմ իմ արևը։ Բրիլոկը։ Ես գտել եմ իմ սերը, իմ արևիկին։ Փաստորեն ծնեփակն էլ է ճիշտ։ Ինչ ծնեփակ, ինչ ընձայրուց, ինչ կղանք։ Իսկական սերը գալիս է անսպասելի։ Կարամ սրանք այսօր հագնեմ։ Ուր է գնում։ Հələ չեմ որոշել, բայց 6 ժամ ունեմ։ Տիկ, հիմա դու երջանիկ ես, չէ՞։ Հա, Էմիլ, ես իրոք երջանիկ եմ։ Փաստորեն կյաժուն ազատան։ Դուրդ եկավ։ Շատ։ Չէի պատկերացնում, որ այսքան շատ ես սիրում ծաղիկներ։ Բայց ոնց կարելի է չսիրել նրանց։ Ճիշտ ես, բայց չէ՞ որ ես անպատասխան սեր եմ։ Կարևոր չի։ Ես կարծում եմ, որ իսկական սերը չի սպասում փոխհատուցման կամ ինչ-որ գնահատականի, ու իսկական սերը երբեք չի վախենում լինել անպատասխան։ Դրա մասին ամենալավը Տերյանն է ասել։ Կարող է հիշես այս խոսքերը։ Ապրելուց քաղցր է մերնել քեզ համար։ Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու։ Երկրպագել քեզ առանց սիրվելու։ Կներես։ Ալո։ Բարև Տիգրան։ Բարև ձեզ։ Մարինա, հիշում եք սրտիկը բանտիկով։ Այո, բարև ձեզ։ Տիգրան, ինձ քո մասնագիտական խորհուրդն է հարկավոր։ Լսում եմ։ Շուտով իմ ծնունդն է, ու ես կուզեի տունը անել։ Ու շատ կուզեի, որ տունը ձևավորված լիներ ծաղիկներով։ Ու ես հիշեցի քո մասին։ Ճիշտ ասած, ես զբաղված եմ։ Եթե ուզում ես, ես զանգեմ օֆիս ու պահանջեմ, որ ուղարկեն իրենց գլխավոր ֆլորիստին, այսինքն քեզ։ Չէ, կարիք չկա, ես կգամ։ Հասցեն ես հիմա քեզ SMS կանեմ։ Լավ։ Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է։ Արևիկ, ես ուղղակի ես պետք է գնամ։ Լավ։ Մարին արդեն անցել է կտրուկ գործողությունների։ Լավ, տեսնենք։ Մինչև ծաղիկներին անցնեմ։ Մի բաժակ չխմենք։ Գիտեք, Մարի ջան, ես Մեկ բաժակը չի խանգարի։ Սրանք քո գրքերն են, Մարի։ Չէ, այդ իմ քրոջ գրքերն են։ Այդ Տերյաններ, Դուրյաններ։ Ախր ինքը ոնց չի հասկանում, որ դրան ժամանակը վաղուց անցել է։ Բան չունեմ ասելու, ինքը լավ աղջիկ է։
Ուղղակի ինքը մի քիչ հետա մնացա։ Գյուլնարանը մեր հավաքարարն է։ Ու ինքը արդեն գնում է։ Բայց ես դեռ չեմ վերջացրել։ Ոչինչ, վաղը կվերջացնես։ Ուշ կլինի։ Լավ Տիգրան, թող Գյուլնարան վերջացնի, իսկ մենք կզրուցենք։ Ուշադրություն մի դարձրու։ Խմենք։ Ինքը հիմա կգնա։ Յուլնարա, պարտադիր ես բազմոցը հենց հիմա մաքրես։ Կահույքը կեղտոտվել է, ինչ-որ լաքա կա։ Մենք պետք է խոսեինք ծաղիկների ձևավորման մասին, չէ՞։ Եվ ինչն եք պատրաստում ձևավորել։ Շուտով Մարիի ծննդյան օրն է։ Որորդ Մարիի ծնունդը 2 ամիս առաջ էր։ Մի քիչ շուտ չի մյուս տարվա ծնունդին պատրաստվելու համար։ Յուլնարա, քեզ մի րոպեով կարելի է։ Արևիկ, ինչ է այս նշանակում։ Նոր ես Գյուլնարան էի։ Ինչ ես հյուրիսդ տենց վարվում։ Ընդհանրապես, ես պատրաստվում եմ իրա հետ ամուսնանալ։ Քեզանից չի, որ ուզում ես կյանքդ կապես առաքիչի հետ։ Դու իրան որտեղից գիտես։ Բրաբյոնից։ Տատիկի ծաղկեփունջը պատվիրելիս եմ ծանոթացել։ Արևիկ, դե հիմա ինձ լսի։ Իրականում ինքը ծաղիկների առաքիչ չի, ինքը լրիվ ուրիշ մարդ է։ Այսինքն մեր մեքենայի միջի խոսակցությունը հիշում ես Քրիստաֆոր Փարոյանի մասին։ Ասենք թե հիշում եմ հետո։ Ահա, այն երիտասարդը, որին հենց նոր դու քո փոշեկուլով հետապնդում էիր, նրա միակ եւ անկրկնելի որդին է։ Արևիկ, բայց Իսկ նրա առաքիչ լինելը ընդամենը մի խաղ, էքսպերիմենտ։ Փոքրիկ միլիարդատերը զվարճանում է։ Ուզում է հասկանա, թե ինչ կստացվի նրա մոտ աղջիկների հետ, եթե նրանք չիմանան իր 3 միլիարդ 200 միլիոնի մասին։ Մարի, դու հիմա կատակ ես անում։ Չէ, ես հիմա շատ լուրջ եմ խոսում։ Ու իմ ու Տիգրանի հարաբերությունները նույնպես շատ լուրջ են։ Մի խանգարի ինձ Արևիկ։ Լավ։ Ես ձեզ չեմ խանգարի։ Արևիկ, բայց Վերջ Տիգրան, համեցեք։ Տիգրան։ Արևիկ, սպասի։ Տիգրան, Երևանը Մոսկվայի պես մեծ քաղաք չի, ստեղ ամեն ինչ շուտ է իմացվում։ Ինչ Մոսկվա, Արևիկ, Մոսկվան ինչ կապ ունի։ Տիգրան, ես ամեն ինչ գիտեմ ու հավատա ավելորդ է քո այս թատրոնը։ Ինչ գիտես, Արևիկ, ինչ թատրոն։ Արևիկ, սպասի։ Մարին ինձ կանչել էր սենյակները ձևավորելու համար։ Քանի անգամ կրկնեմ, քրոջը սնունդը վաղուց է անցել։ Երդվում եմ, մեր մեջ ոչ մի բան չի եղել։ Արևիկ, դու չես կարա հիմա գնաս։ Ինչի՞։ Որովհետև ես ամեն ինչը թյուրիմացություն է։ Մի քանի օր առաջ ես կորցրեցի իմ արևը, բայց դրա փոխարեն գտա քեզ։ Դու իմ կյանքը լցրեցիր լույսով։ Արևիկ, ես քեզ սիրում եմ։ Привет, Տիկ։ Привет։ Դուք Տիգրանի հետ ծանոթ եք, Արևիկ։ Հա,
Ոնց հասկացա դուք էլ եք ծանոթ։ Ծանոթ։ Սիրելիս, մենք փոքրիկ ենք ունենալու։ Մենք հաղի ենք։ Իմիջայլոց արևի փոխարեն դա կարող ես վախել բանալիներից հետ։ Տիգրան Փարոյան։ Երբեք հենց այս փափուկ մազերալի մեջ եմ։ Ես ներքևի մասն եմ։ Դու սրանից հասկանում ես։ Երիտասարդ, դու քղի ես։ Ո՞նց կարող ես հղի լինեմ։ Դուք սա փորձեք ես հիմա կգամ։ Հիմա ինձ բացատրի ինչ ա եղել, պես ումն ա։ Իմն ա, Սյուզինն ա։ Ինքը ինձանից հղի ա։ Ո՞վ ասում։ Սյուզին ասում։ Ինքն ասում, ես ասում։ Եթե չեմ սխալվում, երկրորդ կարմիր գիծը ֆլոմաստերով արած։ Ամենավատը այն է, որ Արևիկը իմացել է իմ ու Սյուզիի մասին։ Զանգի, ասա այդ ամեն ինչը միջև ձեր հանդիպելն ա եղել։ Հեռախոսը չի վերցնում։ Դժվար թե Արևիկը ուզենա ինձ էլի տեսնի։ Կուզենա։ Այդ կախվածա նայած ինչ ես պատրաստ անում իրան։ Ինչ ես խոսում։ Իրան մի վայրկյան տեսնելու համար կյանքիս ամենաթանկ բանը կտայի։ Մոտո։ Դիք ես ոնց որ լավ միտք ունեմ։ Այդ արդեն ընտանիքից երկու հոգով եք մասնակցում զվարճանքին։ Լսի Սյուզի, Արևիկը չգիտեր, որ ինքը միլիարդատեր է։ Ու բացի այդ ես Գրեգին ասել եմ, ինքը Արևիկին չեզոկացնի։ Նենց որ մի անհանգստացի։ Ոնց հանգստանամ, երբ հակառակորդս խարդախություն է անում։ Կարող է տատիկն էլ մտնի պայքարի մեջ։ Կեղծղիության տեստից հետո ով է խոսում խարդախությունից։ Հաղթողներին չեն դատում։ Երեխեք, ես են մենեջերը չի։ Որ մենեջերը։ Golden Tulip-ի, ապկար 5-րդը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք մեզ չհիշեցիք։ Կներեք, բայց չէ։ Մենք 414 սենյակի հյուրի համար եկել էինք։ Դուք Տիգրանի ծանոթներն եք, չէ։ Տիգրան Փարոյանի։ Կներեք, բայց ինձ համար նա արդեն ուղակի Տիգրան է։ Ահա եւ նա։ Գուգ, ես քեզ կզանգեմ, հա։ Քո ընկերուհիներն են։ Չէ, ինձ էլ թվաց քո ծանոթներն են։ Իրանք քո գալու օրը եկել էին հյուրանոց, քեզ էին հարցնում։ Իմ գալու օրը։ Հա։ Դուք իրոք Տիգրան Փարոյանն եք։ Իհարկե, իսկ մենք ծանոթ ենք։ Չէ, երևի մենք ինչ-որ բան շփոթել ենք։ Երևի։ Երեխեք, բայց ծաղկի առաքիչը, այդ համարում ինչ գործ ուներ։ Թե որ ես քեզ վերում էի, քարսահի։ Հա, Գուգ։ Ալո, Արևիկ, ես եմ։ ինչ ես ուրիշի համարի ծանգում։ Խնդրում եմ մոտեցի պատուհանին։ Տիգրան հանգիստ թող ինձ, հա։ Ուղղակի խնդրում եմ մոտեցի պատուհանին։
միլիոն ալիղ ռոզ։ Արտասով որամ ես համար։ Հետաքրքիր է, փոքրիկ միլիարդատերը քանի բալկոնի տակ առել ես ֆոկուսը։ Հաստորեն Մարին քեզ ամեն ինչ պատմել է ու դու եկել ես ինձ մխիթարելու, հա, ոնց հասկացա։ Չէ, ես ուրիշ հարցով եմ։ Լսում եմ քեզ։ Հիշում ես, ես քեզ ասել էի պրեզենտացիայի համար։ Մեսրոպյանը շատ կուրախանա, եթե ինձ հետ գաս։ Եթե ինքը իմանա, որ մենք իրար հետ չենք, այդ այնքան էլ լավ չի ինձ համար։ Փաստորեն մեր բաժանումը Մեսրոպյանին ավելի է անհանգստացնում, քան քեզ։ Արևիկ, մեր բանկի մասնաճյուղերից մեկում կառավարչի տեղը ազատվել։ Ու ես թեկնածուներից մեկն եմ։ Հասկացի, ախր ես չեմ ուզում, որ իմ անձնական կյանքի անկայունությունը ինչ-որ կերպ անդրադառնա իմ կարիերայի վրա։ Դա քեզանից շատ ժամանակ չի խլի։ Մենք երկար չենք մնա։ Ընդամենը կես ժամ։ Դու ինչ շատ կօգնես քո գալով։ Ու բացի այս ամեն ինչը, ես դեռ քեզ սիրում եմ։ Ցիտիկ նորմալ է։ Կներեք, ձեզ որ խնդրեմ մի քիչ ձեր ոտքերը հետ չեք տանի։ Այ, իհարկե։ Քսյուշ աշկերի մեջ չնայես, դու էլ թարթի։ Սա կպահեք։ Ես գնում եմ Իջևան։ Իջևան խես գնում։ Գնում եմ ապրեմ, ծաղիկներ կաճացնեմ, դպրոցում բուսաբանություն կդասավանդեմ։ Պասի բարևիկը։ Արևիկը գնաց իր նախկին ընկերոջ մոտ։ Ու եթե անկեղծ ես իսկապես ուզում եմ, որ նա երջանիկ լինի։ Մի անգամ մի հատ շատ խելոք մարդ մի հատ բան ասա, որ դժբախտը այն տղամարդը, ով խնդրում է կնոջ ձեռքը, չտիրանալով նրա սրտին։ Դու եթե իր սիրտը գերածլներ, ինքը հաստատ քեզ կընտրեր։ Տիկ, կինը միշտ գնում է իր սրտի հետևից։ Այ հեռախոսս։ Կամ իր հեռախոսի։ Նույն զանգն ունենք, ես կարծեցի իննա։ Հալո։ Տիկ, նոր Golden Tulip-ից զանգեցին։ Ասացին, որ բանալիները իրանց մոտ ես թողել։ Պաստորեն ընդեղ եմ գործրել։ Հա, դե շուտ արա, սպասում են քեզ։ Լավ, հեսա կգամ։ Ես գնում եմ հյուրանոց, բանալիներս ընդեղ եմ գործրել։ Ես չեմ պատրաստվում այստեղ քեզ ժամից ավել մնամ։ Հա, իհարկե։ Հեսա Մեսրոպյանը մոտենա ու ես քեզ կճանապարհեմ տուն։ Հիմա դուրս արի համակարգից։ Մա նորից փորձի։ Կներեք, ինձ ասացին, որ ես իմ արևով բանալին կարող եմ ձեզ մոտից վերցնել։ Ես այն մի քանի օր առաջ այստեղ կորցրել եմ։ Էդ դուք եք կորցրել արևով բանալին։ Այո։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Խնդրեմ։ Գիտեք, այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր, եւ եթե դուք չգայիք, ես ձեզ չէի տեսնի։ Կներեք, ես կարող եմ վերցնել իմ արևով բանալիները։ Այո, բարձացեք 414 համար, ձեզ կտամ բանալին։ Ում հարցնեմ։ Տիգրան Փարոյանին։ Տիգրան Փարոյան։ Արևի փոխարեն դա կարող ես կախել բանալիներից հետ։ Տիգրան Փարոյան, Տիգրան Փարոյան։
առաջին իջևանցի ծանոթն եք, Տիգրան։ Դուք գիտեք իմ անունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արևիկ ջան, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես այն արևով բանալի հետևից եմ եկել։ Ինչ լավ է, որ դուք եկաք։ Ես էլ ուզում եմ մինչև իմ գնալը ձեզ հետ անպայման հանդիպել։ Ներս եկեք։ Դե պապային կբարևես իմ կողմից։ Անպայման։ Համեցեք, նստեք։ Ձեր բանալին լուրջ դեր խաղաց իմ կյանքում։ Նրա շնորհիվ ես ծանոթացա Լիլիթի հետ։ Ձեր արևը ինձ երջանկություն բերեց։ Եթե այս արևը ձեզ երջանկություն ա բերել, ուրեմն այն թող մնա ձեզ մոտ։ Երևի այդ արևը երջանկություն ա բերում իրական Տիգրան Փարոյանին։ Իրական։ Այո։ Այսինքն։ Արևի կարի գնանք, ես քեզ նոր տեղակալի հետ էլ ծանոթացնեմ։ Գրեգ հերիքա ձևացնես, թե մեր մեջ ամեն ինչ լավ է։ Լավ, չես ուզում չենք գնա։ Իսկ Արևիկը միջև հիմա մտածում է, որ իսկական Տիգրան Փարոյանը ես եմ։ Մենք հենց հիմա կգնանք նրա մոտ ու կասենք ճշմարտությունը։ Կարիք չկա։ Արևիկը արդեն կատարել է իր ընտրությունը։ Այդ ոչ մի բան չի փոխի։ Կներես։ Ալո։ Բարև ձեզ։ Արդեն պատրաստ է։ Լավ։ Ես հիմա իջնում եմ։ Լավ։ Տիգրան, ոչ միտեղ մի գնա, ես 2 րոպեից գալիս եմ, լավ։ Լավ։ Արևիկ։ Արևիկ, դու ստեղ ինչ ես անում։ Եկել եմ մի անգամ էլ տեսնեմ քեզ Տիգրան Փարոյան։ Ուղղակի արդեն միլիարդատիրոջ կարգավիճակում։ Արևիկ, դու լուրջ մտածում ես, որ ես միլիարդատեր Տիգրան Փարոյանն եմ։ Չէ։ Դու խեղճ ծաղկի առաքիչ ես, որը վարձել է Golden Tulip-ի ամենաթանկ համարներից մեկը ու մնում է ստեղ։ Ես իմ համարը չի։ Իսկ ումն է։ Տիգրան Փարոյանինը։ Եվ որտեղ է այդ Տիգրան Փարոյանը։ Գնաց ներքև, հեսա 2 րոպեից կգա, եթե կսպասես կտեսնես։ Իհարկե։ Քեզ ամեն ինչ կարելի է։ Դու կարող ես քեզ թույլ տալ խաղալ մարդկանց հետ։ Խաղալ մինչև վերջ։ Ու դու թքած ունես, թե ինչ է կատարվում քո դիմաց կանգնած կնոջ սրտում։ Թքած ունես իր զգացմունքների ու արցունքների վրա։ Դու պատրաստ ես մինչև վերջ ծաղրել նրան, բայց հիշի, որ նույնիսկ ամենահետաքրքիր խաղը մի օր ավարտվում է Տիգրան Փարոյան։ Վայ կներեք Տիգրան, ես իրոք հավատում եմ, որ դուք պարոն Փարոյանը չեք, թե չէ ոնց կարեի ես նման բան ինձ թույլ տայի միլիարդատիրոջ հետ։ Արևիկ, սպասի։ Հա, ես Տիգրան Փարոյանն եմ։ Չես ուզում լսես միլիարդատիրոջ բացատրությունները։ Բերել եք։ Այո, բերել եմ։ Խնդրեմ։ Դու ինձ խաբել ես Տիգրան։ Ու չեմ հասկանում ինչի ես հետ արել։ Ինչի եմ հետ արել։ Իսկ դու գիտես ինչա 3 միլիարդը։ Ինչա նշանակում 3 միլիարդ։ Այդ նշանակում է, որ այս աշխարհում ամեն ինչ կարա լինի քոնը։ Ամեն ինչ, բացի ճշմարտությունից, Արևիկ։ Քեզ ամեն օր ժպտում են հազարավոր մարդիկ, բայց դու չգիտես որն է իրական ժպիտը։ Կամ դու շրջապատված ես
բազմաթիվ ընկերներով, բայց միևնույն է դու վստահ ես, արդյոք դու գիտես թե որն է իսկական ընկերությունը։ Ամենագեղեցիկ կանայք կրկոտ աչքերով նայում են քեզ, բայց դու այդ հայացքներում չես գտնում իրական զգացմունքները։ Այ էդ է 3 միլիարդը։ Ալո։ Алло? Тигран, акции летят вниз. Наши потери в районе 5 миллионов. Говори мне, что делать? Подождите. Շնորհակալ եմ։ Տեսություն։ Ստեսություն։ Հասկանում ես, Արևիկ։ Алло. Я как твой брокер настоятельно советую продавать сейчас. Я сказал, подождите. Скоро биржа закроется, мы не можем ждать. Перезвоните мне через несколько минут. Երևի դու իրավացի ես, Արվիկ, ես քեզ խաբել եմ։ Ու գիտես ինչ եմ դա արել? Որտեվ դուք բոլորդ ամեն ժամ, ամեն րոպե ինձ խաբում եք։ Ես քեզ չեմ խաբել, Տիգրան։ Եվ չես էլ խաբելու։ Գիտես, Արևիկ, շատ հեշտ է աղքատ մարդուն սիրել։ Մի զարմացի, դա տենց է, որտեվ ինչքան մարդ քիչ բան ունի, այնքան քիչ բան է խանգարում նրան սիրել։ Իսկ դու կարող ես անկեղծ սիրել շատ հարուստ մարդու։ Միլիարդների փայլի մեջ տեսնել նրա սիրտը, հասկանալ հոգին ու համոզված լինել, որ չես խաբվել հարստության փայլին։ Կարող ես անել։ Դու ասում ես, որ ես խաղում եմ քո զգացմունքների հետ, բայց դա տենց չի։ Ես Տիգրան Փարոյանն եմ, ես միլիարդատեր եմ, բայց ես քեզ սիրում եմ։ Ու խնդրում եմ դառնաս իմ կինը։ Պարոն Փարոյան, ձեր պատվերը։ Ոնց որ խնդրել եք։ Why don't we talk about it? Why do you always doubt that there can be a better way? It doesn't make me wanna stay. Why don't we break up? There's nothing left to say. I got my eyes shut. Да, Дима. Тигран, ну ты везунчик. Корейцы объявили о покупке. Акции взлетели на 15% к моменту закрытия торгов. Ты только что стал богаче на 2 миллиона. Если бы ты не сказал подождать, мы бы потеряли 10. Кто сказал ждать? Ты. Когда? Буквально несколько минут назад. Ну тогда привет корейцам. Я тебе перезвоню. Տիկ Փաստորեն Փարոյանը ինքն է։ Մենակ չասես, որ ես քեզ դրա մասին չէի ասել։ Ու դու միլիարդատեր չէ։ Միլիարդատեր չէ, բայց միլիոնատեր։ Աղջիկը աղբերս, այդ գժական կլուբի ֆեյս կոնտրոլը։ Եթե իր սրտի մեջ չթողեց, անիմաստ է կռիվանես հետը։ Պետք է ուղղակի նենց անես քեզ չմերժի։ Թե չէ ծնե փակնձարույց սասից բաները։ Սերը դա հրաշք է։ Էմիլ, եթե հիմա չկաք, այս տարի էլ չեք գա։ Երեխեք արագացեք 12-ն է արդեն ժամը։ Արի, թե չէ երետ խառնվել է իրար։ Երեխեք արագացեք Էմիլ։ Եկանք։ Արեկ ջան, ես չեմ դու ես։ Բոլոր նորմալ մարդիկ տոնածառ են զարդարում, մենակ հերետա, որ նոր տարուն զարդարել է խամերուս ուլմուս։ Լսից ձմեր պապուցիչն է վերես ուզե։ Բոյով պապա։ Արեկ ջան, արի ռեալ բաներ ուզի էլի։ Ասենք ջրով թույլ ինստալ է։
վերես մտածում ես ես կոպիտ եմ որ մնացածն է իմ նմանում հետ մոտիկ եմ որ բերանից ես մենակ սուր բարեր իմ մոտ եղել է դեպքեր որ գրիչս թուղթ վարեր բայց իմացի ամեն ինչ իմ մոտ վերած է շերքին լիքը թեմակը որ ուղված է տղեկին բայց դու իմ մեջ քեզ ճանաչի իրեք ասող մեկը կոպիտ մեկը հակառակը մյուսը դարտող իսկ հակառակը էց գայուննա իսկ ումնա սիրտդ որ տալիս ես նայի ումնա կամ ում ես տալիս սիրտդ ում ես տալի որ քո տեղը արդեն չես ճարում գնում գալի դե արի մտածենք ինք ինչ ձևի կերպարը քո անելիքը կճոգես մեկը վերջը պալա ինչ լավ է մարդիկ սիրում ու հասնում են իսկ մարդ էլ կա որ սաղծախում ու նվիրում է իսկ մարդ էլ կա որ սաղծախում ու նվիրում է մարդ էլ կա որ սաղծախում ու նվիրում է իսկ մարդ էլ կա որ սաղծախում ու նվիրում է իրան Մարդել կա ծախում է հոգին Գիտի որ սխալվում է մրսելու յա տոթին Պրոստը գին ունի ամեն ինչ Ու արարքին մոտեցի խելացի Արխային խենթացի Դրությունըց ստիպում ամվտացես դժվար Ու որ պահերը շատանում է որ գիտես գժվար Քար հոգուտ վրա որը չի թեթևանում Կամ թեթև անում է գործը ու ընգնում Արի տնենք մեր սիրած երգը Չթաքցնենք մեր իրական դեմքը Իսկ ելքը կոգնես իսկ գտնվի արագ միշտ Թե չէ սխալը ձևացնում է իրան ճիշտ Քեզ համոզել է ժամանակը պահանջում Դու չգիտես իրան ինչքան ես տանջում Մարդ կա որ ուղղակի հունից հանում է Իսկ մարդ էլ կա որ սաղծախում ու նվիրում է